Ողջույն բոլորին, այս տեսանյութում դեկտեմբերի 15-ի լուսնային օրացույցն է։ Մեկ ամբողջ օր կլինի լուսնային 25-րդ օրը։ Սկսվում է առավոտյան շուտ ժամը 05:04 րոպեից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 06:23 րոպեն։ Դեկտեմբերի 15-ին լուսինը կանգնած դիրք չունի։ Լուսնային 25-րդ օրվա խորհրդանիշը դա կրյան է և խեցին, ինտուիցիա և դանդաղկոտություն է նշանակում, օրվա կարգախոսը դանդաղ և իմաստուն գործելով հաղթում եք, մի խոսքով հաղթանակը ձերն է։ Օրվա գույները դեղին, կանաչ և կապույտ, օրվա քարերն են կատվի և բազեի աչք և քրիզոբերիլ։ Իմաստության և արդարության օր է այսօր կկարողանաք հաղթանակ տանել դատարանում, եթե ունեք դատական գործընթաց։ Միայն այնտեղ պետք է ձեզ պահեք շատ հանգիստ, այդ դեպքում կհաղթեք։ Ծլության օր է նաև, մարդիկ կարող են լինել անջատված։ Այսօր փորձեք քիչ ծանրաբեռնել ձեր ուղեղը, քիչ մտածեք, որ կարողանաք ձեզ տանջող որոշ հարցերի պատասխաններ գտնել։ Ինչ ցանկանում եք անել այսօր, ապա պետք է անեք շատ հանգիստ և դանդաղ։ Այսօր շատ նշաններ կստանաք, պետք է շատ ուշադիր լինեք, որպեսզի ըմբռնեք դրանք, այն ձեզ ճիշտ ուղին ցույց կտա։ Նոր բան սկսելու կարիք չկա, բայց այն, ինչ արդեն սկսվել է, պետք է ավարտին հասցնեք, ամեն ինչ արեք հանգիստ և դանդաղ։ Եթե չեք ցանկանում այսօր նյարդայնանալ, ապա խուսափեք պատահական և անհարկի շփումներից։ Հարմար օր է անձնական խնդիրներն ու առօրյա հոգսերը լուծելու համար։ Յուրաքանչյուր ոք պետք է նայի իր ներաշխարհը, անդրադառնա իր վարքագծին և իր կյանքին։ Եթե այսօրվա համար ճանապարհորդություն եք պլանավորել, ապա ձեզ անսպասելի հաջողություն է սպասվում։ Կարևորը ոչ մի տեղ մի շտապեք։ Շատ բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու, ինչպես նաև մարդկանց հետ հանդիպելու համար, որոնցից ապագայում կախված կլինի ձեր իսկ ապագան։ Վստահորեն շարունակեք ձեր սկսած գործը, բայց ոչ մի դեպքում նորը մի սկսեք։ Եթե խնդիրներ ունեք, դիմեք բժշկի և դա պարտադիր է։ Ինքնաբուժությամբ մի զբաղվեք, քանի որ դա կարող է հանգեցնել վատ հետևանքների։ Մի սկսեք նոր դեղամիջոցներ ընդունել, դա կարող է վատ ազդեցություն ունենալ ձեր ինքնազգացողության վրա։ Խորհուրդ չի տրվում նաև ծակել ականջը և բուժել։ Այսօր խոցելի են ականջները, գլուխը, զգայական օրգանները։ Այսօր բարենպաստ օր չէ լուրջ տնային գործերի համար, ավելի լավ է վերանորոգումը հետաձգել, որպեսզի ավելի ուշ չվերսկսեք այն։ Հղիություն և բեղմնավորում։ Այսօր դեռ պետք է պատրաստվեք հոգով և սրտով, որ ցանկանում եք հղիանալ։ Այսօր հղիություն չի սպասվում։ 25-րդ լուսնային օրը ծնված երեխաները դառնում են ֆորտունայի ֆավորիտները։ Բախտն ու երջանկությունը ուղեկցում են նրանց ողջ կյանքում։ Նրանք իմաստուն են և անշտապ, ֆլեգմատիկ։ Նրանք հաճախ են տեսնում մարգարեական երազներ։ Մանկությունից դուք կարող եք ուրիշներին ավելի հասուն և իմաստուն թվալ, քան ձեր հասակակիցները։ 25-րդ լուսնային օրը ցանկացած կոպիտ սնունդ հակացուցված է, ինչպես նաև սեխն ու սունկը։ Սանրվածք, այսօր չի կարելի մազերը կտրել և ներկել, կարող է մազերի երանգը փոխելուց այն տեսքը չստանաք, որը ցանկանում եք։ Եթե ներկեք ձեր մազերը, կարող են կոնֆլիկտներ առաջանալ շրջակա միջավայրի հետ, կլինեն դժգոհություններ իշխանություններից, տնօրինությունից, նաև կունենաք ֆինանսական խնդիրներ։ Այսօր մազերը շատ խոցելի են, եթե ցուրտ է, ապա անպայման պահեք ձեր մազերը գլխարկի տակ։ Բիզնես և աշխատանք, հարմար օր է ճամփորդություններն ու ճանապարհորդությունները սկսելու, նոր բնակավայր տեղափոխվելու համար։ Դուք կարող եք դատական հայց ներկայացնել այսօր, հիանալի օր է առևտրի, գրասենյակը նոր տարածքներ տեղափոխելու համար։ Հնարավոր գործընկերության և երկարաժամկետ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները հաջող կընթանան։ Չի կարելի փորձել արագացնել այսօրվա ֆինանսական և առևտրային գործերը, պետք է շարժվեն իրենց տեմպերով։ 25-րդ լուսնային օրը սկսված ցանկացած գործարք պետք է մանրակրկիտ մտածված լինի և պայմանագրի կամ այլ բիզնես փաստաթղթի տեքստը պետք է կարդաք առնվազն 2 ղեկավար կամ նաև 2 իրավաբան։ Կզարգանա նաև կնքված գործարքը կամ առանց նայելու կնքված պայմանագիրը, բայց ոչ այն ուղղությամբ, որը կցանկանայիք։ Խնդիրն այն է, որ դժվար է կասեցնել դրան զարգացումը և ճշգրտումներ կատարելու համար կպահանջվեն զգալի ջանքեր։ Հնարավոր է նաև լրացուցիչ ներդրումներ հարկավոր լինեն։ Էլ չասած, որ դա կհանգեցնի ժամանակի զգալի կորստի։ Անձնական կյանք, լավագույն օրերից մեկը ծանոթությունների, ընկերների ու ընկերուհիների, հարազատների ու համախոհների հետ հանդիպելու համար։
Դուք կարող եք հանգիստ տնային հավաքույթներ կազմակերպել, թեյ խմել, բայց ոչ գինի ուտել, տորտ եւ խոսել ամեն ինչի մասին։ Անցկացրեք նաև օրը եղբայրների եւ քույրերի հետ։ Էզոտերիզմ։ Տիբեթում 25-րդ լուսային օրը նշվում է որպես Դաչայի ուսմունքների պահպանման օր։ Համարվում է, որ այսօր նա իր օրհնությունն է տալիս բոլոր կենդանի էակներին։ Էզոտերիկ քրիստոնեական ավանդույթի համաձայն մկրտությունը սովորաբար անցկացվում է 25-րդ լուսնային օրը։ Այսօր լսեք ձեր ներքին ձայնին, այն ձեզ շատ նշաններ կտա։ Այսօր շատերը կարող են տեսնել մարգարեական երազներ, որոնք կլինեն շատ խորհրդանշական եւ պետք է գրագետ մեկնաբանություն։ Երջանիկ երազներն իրականանում են, եթե ոչ ոքի չպատմեք։ Լուսնային 25-րդ օրվա քարերն են՝ կարմիր яшման, բազեի աչքը, դաշտային սպաթը, վագրի աչքը։ Հավելյալ իհարկե։ Այգեգործության համար ավելի լավ է ձեռնպահ մնալ տնկելուց, քանի որ այսօր տնկված բույսերը շատ դանդաղ կաճեն։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Տնային գործեր, միապաղաղ գործունեություն, ճանապարհորդություններ, պլանավորված գործուղումներ, վաճառքի հետ կապված գործարքներ, յոգա, մեդիտացիա, ջրային բուժումներ, վստահեք ձեր ներքին ձայնին։ Ջրային բուժումների հետ կապված նաև կարող եք անել ջրի ընթացակարգը, որը կա իմ մյուս ալիքում, նաև կիսվում եմ շատ Facebook-ում։ Եվ ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը մեծածավալ կամ ինքնաբուխ գնումներից, առևտրի հետ կապ չունեցող դրամական գործարքներից, հաղորդակցություն, շփում եւ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Եվ այսօր բարենպաստ է որսալ կարպ միայն ձկներից, սկսել ծոմ պահել, մաքրել լյարդը, բարենպաստ է դեմքի մաքրման համար, վարկ վերցնելու համար, ֆինանսական գործարքների գումար հավաքել, գնել դրամապանակ, անշարժ գույք ձեռք բերել։ Նաև բարենպաստ է ամուսնությունը եւ սափրվել է նաև։ Եվ այգեգործության համար այստեղ սենյակային բույսերի վերատանկում, ծաղկավաճառների համար, լավ կակաչների համար, սխտոր հավաքել, կաղամբ հավաքել, կաղամբի սածիններ, կաղամբը տնկել, չգիտեմ, բայց եթե դա դանդաղ է աճում, ապա կարող եք լոլիկը հավաքել, կարտոֆիլը պահել, վարունգի սածինների համար, սոխ հավաքել։ Նաև սենյակային բույսերի կտրման համար է լավ։ Դեկտեմբերի 15-ին լուսինը կանգնած դիրք ունի առավոտյան ժամը 07:36 րոպեից մինչև 07:51 րոպեն։ Դեկտեմբերի 15-ին լուսինը անցնում է արդեն կարիչ նշան, սեռական օրգանները, ուղիղ աղիքը, հետանցքը, միզուկը, սեռական գեղձերը, ձվարանները, շագանակագեղձը, ցողունային ոսկորը և գեները։ Այս օրգաններն ավելի զգայուն են հիմա, դրանց նկատմամբ լրացուցիչ խնամք ցուցաբերեք։ Վիրահատություններ կարելի է, բայց ոչ նշածս օրգաններում։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։